Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, հակառակ դեպքում սպառնալով պատերազմով։ Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին հիշել է անկլավների, մասնավորաբար Քյարքիի մասին։ Դարձյալ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարարը, ըստ քննչական կոմիտեի քրեական գործը 17 տարվա վաղեմության դեպքերին է վերաբերում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից հետ են տեղափոխել բանտ, փաստաբանը բարձրաձայնում է, իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի։ Այս պայծրությամբ մենք չունենք ոչ մերժում, ոչ պատասխան եւ ոչ էլ հարգում մեր պահանջի։ Այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք հնարավորինս խուսափենք հավերժ շրջապտույտից։ Արդարադատության նախարարը մանրամասներ է հաղորդում նոր սահմանադրության մասին, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, կայուն մեծամասնության դրույթը կպահպանվի մասնակիորեն։ Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը այսուհետ Էդուարդ Սպերտյանը կլինի, ոչ սպորտային վարքի համար 3 խաղով որակազրկված Տիգրան Բարսեղյանը այլևս ավագի թև կապ չի կրի։ Հյուսիսային Կորեան առնվազն 1 բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի տվյալներով, հրթիռն արձակվել է ճապոնական ծովի ուղղությամբ։ Դարձյալ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, այսօր առավոտյան խուզարկվել է նրա բնակարանը։ Քննչական կոմիտեն միայն ժամեր անց հայտնեց, որ քննչական գործողությունները իրականացվել են 17 տարի առաջ կատարված տնտեսական հանցագործության արդիվ հարուցված վարույթի շրջանակներում։ Մեկ այլ նախարար աշխատած շրջանին վերաբերող քրեական գործի քննության շրջանակներում Քերոբյանը 2024-ին արդեն իսկ ավելի քան կես տարի անց էր կացրել տնային կալանքի պայմաններում։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է, նրա տանն այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ձերբակալությունը սակայն կապ չունի Քերոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Այս անգամ էկոնոմիկայի նախկին նախարարն անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործով։ Վահան Քերոբյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ։ Ըստ քննչականի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ստեղծվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով 2008-ից մինչև 2014 թվականը հափշտակել է Երևան համայնքին պատկանող շուրջ 74 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Կոմիտեն հաղորդում է, որ հանցավոր կազմակերպության անդամները այդ անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են բանկերում, ստանալով 10 միլիոն եւ ավելի ԱՄՆ դոլարի վարկեր։ Թե Վահան Քերոբյանը կոնկրետ ինչպես է հանցավոր կազմակերպությանը մասնակից դարձել եւ ներգրավել փողերի լվացման գործում, քննչականը չի հստակեցնում։ Այդ տարիներին Քերոբյանը Star Divide փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն էր։ Ըստ քննչականի հանցավոր կազմակերպությունը ստեղծել են գին ու կոնյակի գործարանի սեփականատեր ՀՄ-ն, որն ըստ Ազատության տեղեկությունների Էրեբունու գին ու կոնյակի գործարանի սեփականատեր Հովանես Մարգարյանն է։ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, ինչպես նաև մի քանի ընկերությունների սեփականատեր Գ.Ան։ Վերջինս էլ մեր տեղեկություններով գործարար Գևորգ Աֆանդյանն է, նախկին Star սուպերմարկետների ցանցի եւ Արզնի հանքային ջրերի գործարանի եւ այլ ընկերությունների սեփականատերը։ Աֆանդյանը նույնպես ձերբակալված է։ Այս գործով ընդհանուր առմամբ 12 անձի ձերբակալման որոշում կա։ 7-ն արդեն իսկ ձերբակալված են, այդ թվում Վահան Քերոբյանը, ով ինչպես փաստաբան Տիգրան Եգորյանը փոխանցեց, մեղադրանքը չի ընդունում։ Էկոնոմիկայի նախկին նախարարին քննչական կոմիտեն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Բնականաբար Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներով հիմա չենք կարող հանդես գալ եւ մեկնաբանություններով հանդես գալ։ Դրանց մասին խոսենք կալանքի միսից հետո։ Մի հարցը, պարոն Եգորյան, քաղաքական ենթատեքստ տեսնում է պարոն Քերոբյանը այս ձերբակալության, այս գործի հետևում։ Բոլոր հարցերի եւ դրանց համապատասխան մանրամասների վերաբերյալ այնքանով որքանով կհամարենք անհրաժեշտ էլի կալանքի միսից հետո։ Բայց տանում են իրեն կալանավորման։
Արդեն որոշումը կա։ Ուղղակի եմ որոշումը, սպասենք դատարանը նշան։ Ահա, կալանքի որոշումը արդեն քննչականը կայացրել է ամեն դեպքում։ Այո։ 50-ամյա Վահան Քերոբյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020-ին։ 4 տարի անց 2024-ին նա ազատվեց պաշտոնից եւ անմիջապես կալանավորվեց։ Մարդուն գողություն անելու չեն բռնել։ Հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս, ասենք մենք ինչպես շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնյական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ քննչականի 2023-ին էկոնոմիկայի նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջև ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած սիներգիի օգտին։ Մինչդեռ Քերոբյանը չի ընդունում մեղադրանքը եւ շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործն արդեն դատարանում է։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ Քերոբյանը տարիներ շարունակ բիզնեսով է զբաղվել։ 2012-ից 2020-ը Menu Group-ի հիմնադիր տնօրենն էր։ 2006-ից 12 թվականները Քերոբյանը Star Divide PB գործադիր տնօրենն էր։ Հենց այս ընկերության գործնեայության շրջանակներում էլ Քերոբյանը ձերբակալվել է։ Առայժմ պարզ չէ արդյոք ձերբակալված գործարար Գևորգ Աֆանդյանին պատկանող նախկին Star առևտրային ցանցը եւ Վահան Քերոբյանի Star Divide ընկերությունը փոխկապակցված են եղել միմյանց հետ, թե ոչ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից հետ են տեղափոխել Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ղուկասյանը շտաբ կարգով բանտից հիվանդանոց էր տեղափոխվել 3 երեկոյան, այժմ սակայն առողջապահության նախարարությունը պնդում է, որ Գյումրիի քաղաքապետի կյանքին վտանգ չի սպառնում, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի Ղուկասյանը, պաշտոնյաները չեն մանրամասնում։ Մտահոգությամբ կիսվել է նրա փաստաբանը։ Ենք են հրավիրել շտապ օգնությունը որոշում է կայացրել մարդուն հոսպիտալացնել։ Հոսպիտալացման ժամանակ ցուցում է տրվել անցկացնել այդ լուրջ միջամտությունը, այսինքն հետազոտել են, հասկացել են, որ խնդիր կա եւ իրականում էլ կա իշեմիկ հիվանդություն ունի։ Դրանից հետո միջամտությունը կատարել են, գիշերը անցկացրել է, այո, գիշերը հանգիստ է եղել, բայց առավոտը պետք է բուժող բժիշկները վերջը որոշում կայացնեին, այլ հետազոտությունը շարունակում են, թե ինչ են անում, բայց պարզվում է եկել է մի խումբ ծառայողներ քրեակատարողական հիմնարկից եւ իրեն տեղափոխել են նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ես իրեն հանդիպեցի, ինքը դե իհարկե դեղերը ըստ ցուցումի նա ընդունում է, բայց նորից դժգոհում էր, ասում էր ականջներից մեջ խշշոց կա եւ գլուխը չի հետազոտվել, այլ հետազոտություններ նույնպես կարծում եմ պետք է կատարվեին, չեն կատարվել։ Ակնհայտ էր, որ գոնե առնվազն 1 օր պետք է գտնվեր հիվանդասենյակում բժիշկների վերահսկողության տակ եւ բժիշկները այդպես էլ ըստ էության նախատեսել էին։ Դե այդպեսի երևի հրանգա է եղել։ Ինչու են պահում։ Որն է հիմքը։ Այսինքն մենք ակնհայտ հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներն են հիմքը։ Ինչու՞ն դա է պատասխանը։ Նույն դատախազը 19 օր շարունակ տեղեկացված է, որովհետև հենց իր ենթական է հաստատել, որ արկա է այլընտրանքային խափամամիջոց, դա պաշտոնավարման կասեցումն է եւ բացակայելու արգելքը։ Այսինքն նույնիսկ այդ այլընտրանքային խափամամիջոցի մեր բողոքին դատախազը կրկին չի արձագանքել։ Այս պայծրությամբ մենք չունենք ոչ մերժում, ոչ պատասխան եւ ոչ էլ հարգում մեր պահանջի։ Կամ Հայաստանը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման մասին անհապաղ որոշում կկայացնի, կամ էլ նոր պատերազմ կլինի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի հնաբնակներից մեկը, իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հուդրաթ Հասանօղլիևը, պնդելով, թե պաշտոնական Երևանը միտումնավոր ժամանակ է ձգում։ Օրվա երկրորդ կեսին մեկ այլ հայտարարություն տարածեց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, երկարատև դադարից հետո կրկին հիշելով անկլավների, մասնավորապես Քյարքիի մասին։
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ուղիղ 3 ամիս անց Բաքուն աստիճանաբար կոշտացնում է հրետորաբանությունն։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն այսօր երկար դադարից հետո հիշեց այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին։ Ղազախի շրջանի Բաղանիս, Այրում, Աշաղի Ասքի Պարաղ, Խեյրիմլի եւ Ղզել-Հաջիլի գյուղերի վերադարձը մեր երկրի մեծագույն դիվանագիտական հաջողությունն էր։ Ինչ վերաբերում է մյուս 4 անկլավներին, Ղազախի շրջանի 3 գյուղերին եւ Նախիջևանյան Քյարքիին, ապա դրանց վերադարձը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիոն հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն այսօր անդրադարձավ նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը, նշելով, թե Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ կապի ապահովումը նախատեսված է թե նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանա-ռուսական եւ թե օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանա-ամերիկյան փաստաթղթերով։ Ադրբեջանի խորհրդանի իրավական հարցերի եւ պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուդրաթ Հասանղուլիևն էլ միջանցքի բացման ավելի գործնական տարբերակներ էր առաջարկում 3 հրապարակված հարցազրույցում, նշելով, որ կամ Երևանն անհապաղ ձեռնամուխ կլինի Զանգեզուրի միջանցքով անցնող տրանսպորտային ենթակառույցների շինարարությանը, կամ էլ կբախվի նոր պատերազմի։ Մենք չենք կարող մեր կենսական ազգային շահերը շահկապել Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը, որից հետո դրա վերահսկողությունը պետք է հանձնվի կամ Միացյալ Նահանգներին, օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն, կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Իշխանամետ Արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն կուսակցության նախագահ Հասան Ղուլիևի պնդմամբ վերջին շրջանում Ադրբեջանում տպավորություն է ձևավորվել, որ Երևանն արհեստականորեն ժամանակ է ձգում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարածումը փորձելով իր համար շահավետ հում տեղափոխել։ Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցության ուղիները բացել իրեն շահավետ ձևով, սակայն Նախիջևան տանող ճանապարհի ապաշրջափակման առումով իրական քայլեր անել չի շտապում։ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հույսեր ծագեցին, որ շինարարությունն ուր որ է կմեկնարկի։ Այժմ սակայն օրեցօր ավելի տեսանելի է դառնում, որ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հայերը չափազանց հանգստացել են։ Իր կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հասան Ղուլիևը նաև ակնարկում է, թե որն է ադրբեջանական կողմի շտապողականության պատճառը։ Պարզվում է, որ դա ոչ այնքան 2026-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական, որքան նույն տարվա նոյեմբերին Միացյալ Նահանգներում նշանակված միջանկյալ ընտրություններն են։ Եթե այդ ընտրություններում հաղթեն դեմոկրատները, դա բացասաբար կազդի Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Դեմոկրատներն ավելի հայամետ են, բացի այդ մեզ մոտ Թրամփի վարչակազմի հետ լավ հարաբերություններ են ձևավորվել։ Միացյալ Նահանգներում ցանկացած նոր վարչակազմ իրեն այնպես է պահում, կարծես մեկ այլ պետության ներկայացուցիչ լինեն, եւ իրենց նախորդների ստորագրած փաստաթղթերն իրենց չեն վերաբերում։ Ավելին, նրանք սկսում են ճնշել այն երկրներին, որոնք իրենց նախորդների հետ սերտ հարաբերություններ ունեին։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առջև է։ Սրան գումարած ադրբեջանցի падգամավորը process-ների արագացման իր տարբերակն է առաջարկում։ Հասան Ղուլիևի խոսքով Ադրբեջանը կարող է Երևանին առաջարկ ներկայացնել, որի համաձայն կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիրը, շահկապելով դա Նախիջևան տանող ճանապարհի շինարարության անհապաղ մեկնարկի եւ մոտ ապագայում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պարտավորությունների հետ։ Բաքվից հնչող այս հայտարարությունների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը նախորդին Վաշինգտոնում կայացած համաժողովի շրջանակներում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ The president asked the President Aliyev, why did you stop? Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան. «Ինչու դադարեցիք հայերի դեմ հարձակումը, չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր»։ You had them on the run. You've got the bigger military. Ըստ Ուիթկոֆի Ալիևը պատասխանել է. «Ես այդքանն էի ուզում հետ բերել այն, ինչ գրավել էին հայերը»։ Սպիտակ տան բանագնացն Իլհամ Ալիևի այդ խոսքերը առաջնորդության տպավորիչ օրինակ է բնութագրում, նշելով նաև, որ այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է, Սթիվ Ուիթկոֆը վարչապետ Փաշինյանին անվանում է Հայաստանի նախագահ։ While the president of Armenia was there. Իսկ Սպիտակ տան էլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հիշել է իր անունը կրող ճանապարհը։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Թրամփի ուղին կխթանի առևտուրը եւ հույս հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները եւս կկարողանան օգտվել ստեղծված խաղաղությունից եւ տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։
3 months ago, my administration also broke it, a historic. 3 ամիս առաջ իմ վարչակազմը պատմական խաղաղության համաձայնագիր կնքեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Դա մեկն էր այն 8 պատերազմներից, որը մենք դադարեցրինք 8 ամսում։ TRIP նախագիծը մի երթուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով եւ կնպաստի Կասպից ծովի մյուս կողմում առևտրի ակտիվության աճին ու կօգնի կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփ ուղու կառուցումը, այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա իսկապես մեծ գործ է։ Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ այսօր հայտարարություն տարածեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ, ընդգծելով, որ դրանից հետո Մոսկվայի միջնորդությամբ ևս 4 հայտարարություն է ընդունվել, որոնք մինչև օրս մնում են ուժի մեջ։ Ողջունելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ռուսաստանի արտգործնախարարությունը միաժամանակ շեշտել է, թե տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է բխի բոլոր երկրների եւ հարևանների շահերից։ Մոսկվան կրկին ընդգծել է, որ պատրաստ է շարունակել աջակցությունը այս ուղղությամբ, այդ թվում 3+3 հարթակի շրջանակներում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք Այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք հնարավորինս խուսափենք հավերժ շրջապտույտից։ Արդարադատության նախարարը մանրամասներ է հաղորդում նոր սահմանադրության մասին, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, կայուն մեծամասնության դրույթը կպահպանվի մասնակիորեն։ Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել, հանդերձանալու։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը այսուհետ Էդուարդ Սպերցյանը կլինի, ոչ սպորտային վարքի համար 3 խաղով որակազրկված Տիգրան Բարսեղյանը այլևս ավագի թև կապ չի կրի։ Հյուսիսային Կորեան առնվազն 1 բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի տվյալներով, հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։ Բարեգործություն թե կաշառք։ Ինչ որակում պետք է տալ գործողությանը, երբ վաղարշաբաթի ընտրություններում նաև տեղամասային հանձնաժողովի նախագահ հանդես եկող Գեղակերտի դպրոցի ԿՊԱ-ական տնօրենը օգնություն է բաժանում ցուցակով։ Քրեական օրենսգիրքը հստակ ձևակերպումներ ունի այս դեպքերի վերաբերյալ, մինչդեռ ԿՊԱ-ական տնօրենը վստահ է, որ որևէ խախտում էլ չի արել։ Իրավապահներն էլ չեն շտապում քրեական գործառույցել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Վաղարշաբաթում ընթացող քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի ԿՊԱ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ է զբաղված։ Այս արարքը քրեորեն հետապնդելի է, շեշտում է ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը։ Տարածիորեն քրեական օրենսգիրքությունն տարին համապատասխան հանցագործություն։ Անուշ Համբարձումյանը, ով վաղարշաբաթի ընտրություններում նաև տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, ոչ միայն չի հերքում, այլ նաև Facebook-ի իր էջում մանրամասն պատմել է, թե որ բնակչին ինչ է բաժանել։ 10 շահառու ստացել է ուսման վարձի 100% փոխհատուցում, 1 հոգի սայլակ, 5 շահառու լսողական սարք, 60-ը գրենական պիտույքներ, 70 շահառու սնունդ, 60-ը սպորտային հագուստ ու կոշիկներ, 60 հոգի տաք կոշիկներ և տաք հագուստ, ևս 5 շահառուի դեպքում էլ վիրահատական ծախսերն են ամբողջությամբ փոխհատուցվել։ Քրեական օրենսգրքով քարոզարշավի ընթացքում թեկնածուները, կուսակցականները, վստահված անձինք չեն կարող բարեգործություն անել։ Արգելված է, խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Ինչու է ԿՊԱ-ական Անուշ Համբարձումյանը անտեսել այս արգելքը եւ զբաղվել բարեգործությամբ ընտրություններից 10 օր առաջ։ Համբարձումյանն այսօր հրաժարվեց դպրոցից դուրս գալ եւ պատասխանել մեր հարցին։ Միայն պնդեց. Հասարակական գործունեությունը հանրօգուտ աշխատանք է, առավել եւս չվճարվող աշխատանք է։ Ու ես շնորհակալ եմ յուրաքանչյուրից, շնորհակալ կլինեմ, երբ որ իմ ցանկացած աշխատանք sense լուսաբանվի, ոչ թե ստից փորձեն ինչ որ ասած ան, դա վիրավորական է իմ համար։ Դեպքն ուսումնասիրել է նաև ընտրական գործընթացները դիտարկող անկախ դիտորդ հասարակական կազմակերպությունը։ Պարզել են, որ բարեգործական փաթեթները Անուշ Համբարձումյանը ստացել է մեկ այլ կազմակերպությունից։ Հենց այդ կազմակերպությունն էլ ըստ Համբարձումյանի պահանջել է փաթեթները շուտ բաժանել։ Անկախ դիտորդից մինչդեռ շեշտում են, այս իրավիճակը չէր առաջանա, եթե անձը չհամատեղեր դպրոցի տնօրենի, հասարակական կազմակերպության ղեկավարի, կուսակցականի եւ ընտրական հանձնաժողովի նախագահի գործառույթները։
ընտրությունները։ Անընդունելի համարելով այս համատեղումը կոչ են անում քննչական կոմիտեին քննել դեպքը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովին քննարկել եւ դադարեցնել Համբարձումյանի որպես ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ Չէ, ՀԿ-ի հասարակական կազմակերպությունը ու առաջին անգամ չեմ դպրոցի տնօրենն է։ Դա մի շեշտ է անընդհատ, որովհետեւ դասերից հետո է դա։ Անուշ Համբարձումյանի բարեգործության առնչությամբ կա հարուցված քրեական գործ։ Դատախազությունից առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ միայն ասացին դեպքն ուսումնասիրում են։ Իմ մամայիս ինքը բերել է 90 տարեկան չքայլող կիսաանկողնային մամայիս սայլակաբեր է առանց որևէ բանի։ Տիկին Ռուզաննան, որ Գեղակերտի հնաբնակներից է, գոհ է ոչ միայն Անուշ Համբարձումյանից, այլ նաև վաղաշապատի ընտրություններում իշխող ուժի թեկնածու Արգիշտի Մեխակյանից։ Ես Արգիշտի Մեխակյանին եմ ընտրելու, որովհետև ինչի համար ասեմ պատճառը։ Ինքը մեր համայնքապետն ա եղել, հոգատար, բարի, ինչ որ չեն արել ուրիշները ինքը արել է։ Վաղարշապատում քարոզարշավը հաջորդ շաբաթավերջին կավարտվի, ընտրությունները նոյեմբերի 16-ին են։ Ընդդիմադիրները այս ընթացքում բարձրաձայնել են տարբեր խախտումների մասին։ Այսօր էլ Հաղթանակ դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը Ազատության հետ զրույցում պնդեց. Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենին Արմավիրի մարզպետը ազատել է աշխատանքից, պատճառաբանելով, թե նա զբաղվում է քաղաքականությամբ։ Ենթադրում եմ, որ բնականաբար իրենց ասելով ընդդիմադիր, բայց ես այդ մարդուն իրա մասն է ասում, եւ կյանքից մեջ մի անգամ ինչ-որ մի առիթ տեսածն եմ, թե չլեմ, ուղղակի իրա բարեկամը իմ ընկերն է, տեսան իմ ընկերն է, թե որոշել են որ մարդուն գործից ազատել։ Մարզպետ Խաչատրյանը հաստատեց, ինքն է հեռացրել դպրոցի տնօրենին։ Քաղաքականությամբ զբաղվել աշխատանքային ժամին, դրա համար հեռացվել է։ Ինչ է արել մասնավորապես։ Դե ուղիղ ասեցի ինչ արել։ Նկատի ունեմ ինչպես է դա դրսևորվել, էլի, ինչ է արել։ Տենց բացատրելու բան չունեմ, բացելու ասեցի ուղիղ ինչ արել, ինչի համար հեռացվել է։ Իսկ ինչու նույն հիմքով չի հեռացրել նաև Գեղակերտի դպրոցի տնօրենին, որը աշխատանքային ժամին սոցիալական ցանցի իր էջում հրապարակում էր Արգիշտի Մեխակյանի վերաբերյալ նյութեր։ Մարզպետն այս հարցը թողեց անպատասխան։ Ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը վաղարշապատի ընտրություններում քարոզարշավի ընթացքից եւս մեկ խնդրահարույց դեպք առանձնացրեց։ Երբ Երևանի ավականիում քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվեցին ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբոր որդին։ Մենք ինչքան էլ որ փորձեցինք հասկանանք մանրամասները տվյալ միջադեպի, ըստ էության համայնքում ոչ ոք դրա մասին տեղեկատվություն չի տալիս, ոչ մեկ չի համարում, որ դա ինչ-որ առանձնահատուկ միջադեպ է եղել։ Նաև հենց թեկնածուն առանձնապես տեղեկատվություն չի տրամադրում ու անհասկանալի է, ու կարծում եմ, որ այն նկարագրությունը, որ ինքն է տալիս դեպքի մասին, չեն դասակարգում դեպքը այնպիսի մի աշտարոց իրադարձություն, որի համար առայժմ մարդկանց կալանավորել։ Այս դեպքով իրավապահները ժամերի ընթացքում արձագանքեցին Հարություն Մկրտչյանի ահազանգին։ Չանցած մեկ օր կաթողիկոսի ազգականները հայտնվեցին ճաղերի հետևում։ Իսկ ՔՊԱ-ական տնօրենի բարեգործության մասին տեսանյութը արդեն 3-րդ օրն է համացանցում պտտվում է։ Իրավապահները դեռ լուռ են։ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Հանրայինի եթերում երեկ ասել է Արդարադատության նախարար Սրբուխի Գալյանը։ Արդեն որոշում ունեն նաև փոխել ընտրությունների կարգը, սակայն առաջիկա ընտրություններին չհրաժարվելով կայուն մեծամասնությունից, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։ Ինչ կլինի, եթե առաջին ընտրություններում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով չհաջողվի ձևավորել խորհրդարան։ Արդարադատության նախարարը երեկ բացատրել է, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, կայուն մեծամասնության դրույթը կպահպանվի մասնակիորեն, սակայն սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուկյանին այս ամենը իտալացի դիկտատոր Մուսոլինիի ժամանակներն է հիշեցրել։ Մենք որոշել ենք առաջին ընտրություններից հետո, երբ չի ձևավորվում մեծամասնություն, նորից կրկնում եմ, մեկ կուսակցության միջոցով եւ կամ կոալիցիայի միջոցով, մենք գնանք երկրորդ ընտրությունների։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, լինելու է երկրորդ ընտրություն, որովհետեւ երկրորդ փուլի իմաստը այն է, որ ավելի շատ բարձր ձայներ հավաքածներ են սկսում մրցել, այստեղ բոլորը էլի հավասարության պայմաններում մտնելու են, կարելի ասել, նոր ընտրափուլ, նոր ընտրություններ։ Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո եւ այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ
մենք հնարավորինս խուսափենք հավեր շրջապտույտից այդ ընտրական գործընթացների եւ չունենանք ի վերջո այնպիսի ազգային ժողով, որն իր լիազորությունները կշարունակի տևական ժամանակի ընթացքում, այսինքն անընդհատ, մինչեւ նոր խորհրդարանը չձևավորվի։ Որն է մանիպուլյացիան, այսինքն սպասվող ընտրությունները կձևավորվեն կայուն մեծամասնության դրույթով, Բենիտո Մուսոլինի համակարգով, եւ ապագայում հետո այդ ընտրություններից հետո, եթե այս իշխանությունը լինի, կարող է այդ նախագիծը լինի, կարող է չլինի, կարող է հետո նիստ գումարեն փոխեն այդ կետը, այսինքն հիմա սա որևէ էական նշանակություն չունի ոչ քաղաքացիական հասարակության համար, ոչ իսկական քաղաքացիական հասարակության մասին, ոչ էլ ընդդիմության համար, ոչ էլ մեր երկրի ինստիտուտների զարգացման համար, ինչու որովհետև դա ուղղակի խոսակցություն է խոսակցության մասին։ Դա մի բան է, որ իշխանությունը դրժել է իր հերթական խոստումը եւ 26 թվականի ընտրություններից առաջ չի փոխում կայուն մեծամասնության այդ դրույթը եւ այն թողնում է ընտրություններից հետո։ Իսկ ընտրություններից հետո ով է ասել, որ իրենք են լինելու իշխանություն, որ իրենք հետո դա անեն, եւ ով է ասել, որ իրենք եթե լինեն իշխանություն, դա անելու են։ Ծրագրի այս հատվածում միջազգային ուշագրավ թեմաներին անդրադառնանք։ Միացյալ Նահանգների նախագահը Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան չափազանց հարուստ տարածաշրջան է եւ Միացյալ Նահանգները ցանկանում է ամրապնդել գործընկերություն այս երկրների հետ։ Միացյալ Նահանգների նախագահը 3 սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների՝ Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առաջնորդների հետ հանդիպումը նպատակ ունի ընդլայնել ԱՄՆ ազդեցությունը ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում, որը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Վերջերս էլ գրավում է նաեւ Չինաստանի ուշադրությունը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Կենտրոնական Ասիան չափազանց հարուստ տարածաշրջան է եւ ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել գործընկերությունն այս երկրների հետ։ Իսկ գլխավոր առաջնահերթությունը կարևորագույն հանքանյութերն են։ ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել եւ ապահովել իր մատակարարման շղթաները։ Մեր օրակարգի հիմնական կետերից մեկը կարևորագույն հանքանյութերն են։ Վերջին շաբաթներին իմ վարչակազմն ամրապնդել է Ամերիկայի տնտեսական անվտանգությունը, համաձայնագրեր կնքելով աշխարհի տարբեր երկրների դաշնակիցների եւ ընկերների հետ մեր կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներն ընդլայնելու համար։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանդիպումը պատմական է անվանել, նշելով, որ սա Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի միջև փոխգործակցության նոր դարաշրջանի սկիզբն է ազդարարում։ Ապա գովեստի խոսքեր է ասել Թրամփի հասցեին։ Դուք հիանալի առաջնորդ եք, պետական գործիչ, որը դրախտից է ուղարկվել, որպեսզի ԱՄՆ քաղաքականություն վերադարձնի առողջ բանականությունն ու ավանդույթները, որոնք բոլորս կիսում եւ գնահատում ենք, թե ներքին, թե արտաքին հարցերում։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը համաձայնել է միանալ Աբրահամի համաձայնագրերին, որը կարգավորում է ԱՄՆ աջակցությունը վայելող Իսրայելի եւ մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները։ Ուզբեկստանի նախագահը Թրամփին անվանել է աշխարհի նախագահ եւ առաջարկել Կենտրոնական Ասիայում ստեղծել մշտական քարտուղարություն։ Շավքաթ Միրզոևը նաեւ բարձր է գնահատել նրա ներդրումը այս ձևաչափավեր սկսելու գործում, որը հիմնվել է դեռ 2015 թվականին եւ նպատակ ունի խթանել համագործակցությունը տնտեսական, էներգետիկ եւ անվտանգության ոլորտներում։ Президент Америки так не относился к Центральной Азии. Մինչ այս ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք Կենտրոնական Ասիայի հետ այնպես չի վարվել, ինչպես դուք։ Ես անձամբ եւ իմ բոլոր գործընկերները շնորհակալ ենք ձեզ։ Մենք զգացինք ձեր ուշադրությունը, ձեր վերաբերմունքը։ Мы на самом деле почувствовали вот такое внимание с вашей стороны. Ավելի ուշ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ Ուզբեկստանը նախատեսում է հաջորդ տասնամյակի ընթացքում ավելի քան $100 միլիարդ ներդրում անել ԱՄՆ-ում, այդ թվում կարևորագույն հանքանյութերի, ավիացիայի, ավտոմոբիլային մասերի արտադրության ոլորտներում։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ սպիտակ տան հանդիպմանն ասել է, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են հազվագյուտ հանքանյութերով, որոնցից Տաջիկստանն առատ պաշարներ ունի ու պատրաստ է համագործակցել։ Մենք շատ ենք ցանկանում շարունակել մեր համագործակցությունն անվտանգության հարցերի շուրջ, որոնց համար մինչ այժմ այդքան մտահոգված ենք, եւ մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր ջանքերում, որպես խաղաղության նախագահ։ Այս ձևաչափով հանդիպումը Միացյալ Նահանգների բարի կամքի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ նվիրվածության ու բարեկամության դրսեւորում է, ասել է Ղրղստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կհանգեցնեն կոնկրետ փոխշահավետ արդյունքների երկու պետությունների եւ ժողովուրդների համար։ Շատ շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։
Mən toluq işələməm. Ավելի ուշ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն ու ԱՄՆ-ն կարևորագույն հանքանյութերի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել $17 միլիարդ ընդհանուր արժողությամբ։ Կհամագործակցեն նաև ղազախական Beeline-ն ու ամերիկյան Starlink-ը Ղազախստանում արբանյակային մատչելի կապ ապահովելու համար։ Այս հանդիպման շրջանակում նաև ամերիկյան Boeing-ը պայմանագրեր է կնքել Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ եւ 50-ից ավելի ինքնաթիռ կվաճառի այս երկրների ազգային ավիափոխադրողներին։ Եվրոպական հանձնաժողովը մի քանի բացառություններով արգելել է բազմակի մուտքի շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Բացառություն է արվել միայն շենգենյան երկրներում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մերձավոր ազգականների եւ տրանսպորտային ոլորտի աշխատողների, նավաստիների, բեռնատարների եւ ավտոբուսների վարորդների համար։ Հիմնավոր փաստերի դեպքերում բազմակի մուտքի վիզաներ կարող են տրամադրվել նաև անկախ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ այլախոհներին։ Եվրահանձնաժողովը սա հիմնավորել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով, կիբեր սպառնալիքներով եւ ռուսաստանցիների կողմից վիզաների կանոնների հետևողական խախտումներով։ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նորընտիր խոսնակ Թոմիո Օկամուրան հրահանգել է հանել Ուկրաինայի դրոշը օրենսդիր մարմնի շենքից։ Նա անձամբ է մասնակցել դրոշի իջեցմանը, ապա այդ մասին տեսանյութ հրապարակել։ Չեխիան առաջին տեղում հայտարարել է նա, ով մինչև այդ էլ բազմիցս քննադատել է Ռուսաստանի պատերազմից հետո Չեխիայի հանրային շենքերի վրա բարձրացված ուկրաինական դրոշերը, խոստանալով իշխանության գալու դեպքում հեռացնել դրանք։ Հյուսիսային Կորեան այսօր առնվազն 1 բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբերի միացյալ կոմիտեն է այս լուրը հայտնում, շեշտելով, որ հրթիռը արձակվել է ճապոնական ծովի ուղղությամբ։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին հայտարարել է, որ հրթիռը ընկել է տնտեսական գոտուց դուրս, վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Վերլուծաբանների խոսքով, վերջին տարիներին Հյուսիսային Կորեան զգալիորեն ավելացրել է հրթիռային փորձարկումները, փորձելով զարգացնել ավելի բարձր ճշգրտությամբ հարվածային հնարավորությունները։ Եվ վերադառնանք Հայաստան։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը այսուհետև ռուսական Կրասնոդարի խաղացող Էդուարդ Սպերցյանը կլինի։ Անցած ամիս Իռլանդիայի հետ արտագնա հանդիպմանը կարմիր քարտ ստացած, ապա ոչ սպորտային վարկի համար 3 խաղով որակազրկված Տիգրան Բարսեղյանը այլևս ավագի թևակապը չի կրի, նորությամբ անձամբ կիսվել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նա նաև հայտնել է, թե որոշումը Բարսեղյանի կարմիր քարտի հետ կապ չունի։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ ռուսական Կրասնոդարի խաղացող Էդուարդ Սպերցյանը կլինի։ Անցած ամիս Իռլանդիայի հետ արտագնա հանդիպանը կարմիր քարտ ստացած, ապա ոչ սպորտային վարկի համար 3 խաղով որակազրված Տիգրան Բարսեղյանն այլևս ավագի թև կապը չի կրի։ Նորությունն անձամբ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնեց, պնդելով, թե որոշումը Բարսեղյանի կարմիր քարտի հետ կապ չունի։ Ես խոսել եմ իր հետ, ասել եմ, ես քեզ խոսք եմ տալի, որ այս աշունը վերջանա, դու լինելու ես թիմի ավագ ու երկար տատին հետ ու դու դրան արժանի ես։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 4 հանդիպումներում Տիգրան Բարսեղյանն էր ավագի թև կապը կրում։ Ամեն բան կարծես կարգին էր ընթանում։ Երևանում Պորտուգալիային խոշոր հաշվով պարտվելուց հետո թիմն ուշքի եկավ, տանը հաղթեց Իռլանդիային։ Հաջորդ մրցակիցը Հունգարիան էր։ Բուդապեշտում կայացած խաղում թեև տանտերերը հաղթեցին, սակայն Հայաստանի ընտրանին լավ տեսք ուներ։ Չստացվեց գոլերի վերածել ստեղծած պահերը։ Մի քանի օր անց հավաքականը Դուբլինում Իռլանդիայի հետ ուժերը չափեց։ Մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր հանդիպում։ Ընտրանին առնվազն մրցակցին չէր զիջում ու հանկարծ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածեց հակառակորդ թիմի ֆուտբոլիստին ու հեռացվեց դաշտից։ Թիմը մնաց 10 հոգով ու սեփական դարպասն անառիկ պահել չկարողացավ։ Հետո քար լռություն եւ միայն օրերս հավաքականի արդեն նախկին ավագն ափսոսանք հայտնեց։ Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում եւ օգնել թիմակիցներիս։ Այսօր գլխավոր մարզիչը փակագծեր բացեց, պնդում է կարմիր քարտից հետո հենց ինքը Բարսեղյանին թույլ չի տվել ներողություն խնդրել։ Այդ պահին ֆուտբոլիստը նաեւ ցանկացել է առհասարակ հեռանալ հավաքականից։ Առաջի խոսքը իմն է եղել, օգնելով եւ հոգեբանական օգնելով թիմին, ոչ չընկճվեն։ Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել հանդերձանանում, այն որ ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել իրեն, ասել եմ Տիկո ջան, դու շատ բաներ ունես հավաքականի համար արած,
չի կարելի էմոցիաների տակ ես որպես տարիքով մեծ, որպես քեզ ավակ ընկեր, մարզիչ չեմ թողի, որ դու էմոցիաների տակ որոշումներ կայացնես։ Եթե հավաքականում ավարտելու մասին։ Ինքը ուզում էր նման էմոցիոնալ լինի, որովհետև շատ էր մտահոգ իր արարքի համար, ես թույլ չեմ տվել, որ ինքը այդ արտահայտությունները անի, որովհետև ես հասկանում եմ, որ դա էմոցիոնալի որոշումներ կարող է լինել, օգնելով իրեն, ասել եմ, բան մի խոսա, կանցնի ինչ-որ ժամանակ, դու երբ որ կունենաս որոշում, այդ ժամանակ սառը գլխով կարտահայտվեց։ Եղիշե Մելիքյանը նաև այլ մանրամասներ հայտնեց, հաստատեց Տիգրան Բարսեղյանը ի սկզբանե չի էլ ցանկացել իր հետ աշխատել ու միանալ ընտրանուն, տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի պատճառով։ Եղել է Տիգրան Բարսեղյանի հետ նման բան, ցանկություն չգալու իմ մոտով, ես անձամբ հետը խոսեցել եմ հեռախոսով, հրավիրել եմ, ասել եմ, արի իր հետ մի անգամ աշխատենք, խոսենք, հետո նոր որոշումը կայացնենք։ Աշխատեց, խոսեց, հիմա կարող եք հարցնել։ Ուզում ա գա, թե չի ուզում գա։ Ինքը իմ ամենանվիրված տղաներից մեկն է։ Այդ նվիրվածությունը ինքը չկարողացավ կառավարել իր ցանկություններն ու էմոցիաները, դրա համար ստացվեց այդ կարմիր քարտը։ Դրա համար ես իր վրա ջղայնացած չեմ, երբ որ տենայի իր մեջ անլրջություն, տենայի, որ ինքը չի պայքարում մինչև վերջ, եւ այլն, այո, ես շատ չոր կնայի։ Բայց ֆուտբոլիստա, որ աշխարհում շատերը կարմիր քարտ են ստանում, ստացվեց այդ տղու մոտ։ Մելիքյանն այսօր ավելի բաց էր խոսում, քան պաշտոնական ասուլիսների ընթացքում։ Լրագրողները փորձեցին վերջին տարիներին ֆուտբոլային հանրությանը մտահոգող ու քննարկվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Ճիշտ չէ արդյոք տպավորությունը, թե արտասահմանում խաղացող կայացած ֆուտբոլիստները դժկամությամբ են հավաքականին միանում։ Եթե պետք է համոզել ու եզրեր գտնել, ավելի ճիշտ չի լինի դադարեցնել համագործակցությունը։ Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը չէր էլ թաքցնում, որ Բարսեղյանին չի հրավիրում նրա ոչ կարգապահ վերաբերմունքի համար եւ ուղիղ էր հայտարարում։ Նա օրինակելի չէ։ Ներկայիս գլխավոր մարզիչը թեև պնդում է, թե թիմի ներսում մթնոլորտը լավն է, սակայն չի հերքում։ Որոշ ֆուտբոլիստներ նախապայմաններով են թիմին միանում։ Դա պատճառները երկուսն են։ Առաջինը, որ մենք չունենք հաղթանակներ, արդյունք չկա։ Երկրորդը, որ չկա ռեսուրս։ Դրա համար պետք է ճկուն լինել, եթե sense մենք չունենք այդ ռեսուրսը, sense ուղիղ բռնենք, ասենք, չես գալի, չէ, հաջողություն։ Մյուսը։ Մելիքյանի նշանակումից անմիջապես հետո թիմի երկարամյա ավակ Վարազդա Թարոյանը ընտրանուց հեռացավ։ Պարզաբանեց, թե Մելիքյանի հետ աշխատանքի լավ փորձ չի ունեցել եւ իրենք մեջբերեմ տարբեր աշխարհների մարդիկ են։ Ի վերջո, ինչ խնդիր են ունեցել, չիմացա։ Գլխավոր մարզիչը հարցին սառը արձագանքեց։ Ամեն ինչը ինքը արդեն ասել է, ինչքանով է իրականությունը համապատասխանում, չի համապատասխանում, դա արդեն չեմ էլ։ Դա արդեն իմ համար 17 հարցն է, գիտեք, ինչքան հարց հետ կա, պետք է մտածեմ Արոյանի հարցի մասին։ Թեմը կարևոր խաղեր ունեմ։ Արոյանը թող մտածի իր մասին։ Ավագի փոփոխությունը միակ նորությունը չէ, Լուկաս Էլարայանը նույնպես որոշել է հեռանալ ընտրանուց։ Այս ամիս կայանալիք Իռլանդիայի, ապա Պորտուգալիայի հետ հանդիպումներում նա հավաքականում արդեն չի լինի։ Այս դեպքում պատճառն ըստ գլխավոր մարզչի ոչ թե միջանձնային խնդիրներն են, այլ 33-ամյա ֆուտբոլիստի անձնական հարցերը։ Ֆիզիկապես այլևս չի ստացվում։ Շատ շնորհակալ եմ իրենից, ինչ որ ինքը արել է մեր հավաքականի համար, իմ մոտ շատ լավ հարաբերություններ իրեն հետ կա եւ կլինի, բայց ես մի բան գիտեի, որ մինչեւ իմ գալը ինքը արդեն ուզում էր իր կարիերան վերջացնել ազգային հավաքականը։ Ես ինքս կապ տվել եմ, խնդրել եմ իրեն, բացատրել եմ, որ դժվար պահա ինքն էլ ընդունելով, հասկանալով, որ Հայաստանի ազգային հավաքականի համար իրոք դժվար պահեր կան, որ ինքը կարող է օգնել, ինքը եկավ այդ խաղերին, 4 խաղ մասնակցեց եւ վերջի խաղից առաջ Իռլանդիայում մենք իրեն հետ խոսեցինք, ինքը խնդրեց, որ իրոք արդեն չի կարող 33 տարեկան է,
ընտանեկան հարց է, դժվար է ամեն ինչը։ Նոյեմբերի 13-ին Հունգարիային ընդունելով, ապա մի քանի օր անց հյուրընկալվելով Պորտուգալիային, Հայաստանի ազգային հավաքականը կավարտի աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Ընտրանին 3 միավորով խմբում վերջին տեղում է, սակայն առայժմ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու տեսական շանսերը։ Ի դեպ, հավաքականում փաստացի նման խնդիրներ են ծագում այնպիսի խաղացողների հետ, որոնք թեև բարձր կարգ ունեն, սակայն համաշխարհային աստղերել չեն։ Նույն Պորտուգալիայի կազմում ավագի թևկապով շարունակում է խաղալ 40-ամյա Քրիշտիանո Ռոնալդոն։ Նա Երևանում 2 գոլ խփեց։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Իսկ այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։